Ողջույն եւ բարի գալուս Ներսը եւ Դուրսը։ Սա մեր ոդկասթի արդեն երկրորդ թողարկումն է։ Ներսը եւ Դուրսը անվանում ընտրել ենք Հերման Հեսեի գրքից եւ այդպես են կոչել, քանի որ խոսելու ենք տարբեր թեմաներից, թե կրթահամալիրի ներսից, թե արտաքին աշխարհից, տարբեր թեմաներից։ Այսօր մեր ոդկասթը նվիրված է մայիսի 1-ին։ Մայիսի 1-ը տոնվում է որպես աշխատավորի օրը։ Կուզեմ նաև մայիսի 1-ից մի քիչ խոսել։ Մայիսի 1-ը տոնվում է որպես աշխատավորի օրը 1886 թվականից եւ երբ Չիկագոյում մարդիկ հասկացան, որ 18 ժամը աշխատելը իրենց համար շատ է եւ հոգնում են դրանից, կազմակերպեցին մի շարժում, որի արդյունքում աշխատաժամանակը կրճատվեց մինչեւ 8 ժամ եւ բարենպաստ ավելի դարձան իրենց պայմանները աշխատանքի։ Այսօրվա մեր հյուրերն են մեր քոլեջի, կրթահամալիրի քոլեջի շրջանավարտ Սմբատ Եղոյանը եւ կրթահամալիրի զարգացման մասնագետ Էլիա Սահակյանը։ Բարև։ Շնորհակալություն, բարև ձեզ։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Շնորհակալություն հրավիրելու համար։ Պոդքասթի անունը շատ հետաքրքիր է, դե։ Ամբողջությամբ Հեսեի այդ ներսի եւ դրսի շրջապտույտի մասին է, էլի։ Ներսից գալ դուրս, դրսից գալ ներս, ու այսպես շարունակ։ Այո։ Նախ կուզեմ ձեզ խնդրել պատմեք, թե ինչպես էր դպրոցից կամ քոլեջից դուրս գալ, ներսից դուրս գալ դուրս, եւ ինչ տարբերություններ զգացիք դպրոցից։ Ես սկսեմ։ Սկսի իհարկե։ Okay։ Ուրեմն ուզում եմ նշել, որ քոլեջի երկրորդ կուրսից սկսած ես արդեն սկսել եմ աշխատել on-line, ինչ որ չափով արդեն դրսի աշխարհին ինչ որ ծանոթ էի, ու բացի այդ ամենը բնականաբար դժվար է մի քիչ բախվել դրսի աշխարհին, որովհետև ներսում կանոնները ուրիշ են, դրսում հետաքրքիր են, այո, դրսում դեռ ուրիշ է, суровая реальность, ընդ մի քիչ դաժան է ամեն ինչ։ Բայց քոլեջը ու առասարակ կրթահամալիրը տալիս է փորձ, որով կարաս դրսում շատ հեշտ ու արագ կայանաս։ Իսկ քոլեջը ավելի մոտ է դրսում կամ դպրոցը։ Չէ, ինձ թվում է երկու տեղից էլ ամեն մարդ կարա իր համար մոտ բաներ վերցնի դրսի համար։ Այսինքն քոլեջ թե դպրոց ինձ թվում է մեծ չի տարբերություն, ուղղակի քոլեջում կարաս միջին մասնագիտական դիպլոմ ստանաս։ Ահա, ենթադրվում է, որ ավելի կողմնորոշված է մասնագիտության հարցում, բայց այդ միշտ չի որ այդպես է, որովհետև սովորող կա, որ ընդունվում է քոլեջ այլ մասնագիտությամբ, հետո ավարտին ինքը արդեն այլ մասնագիտություն ընտրում, որ այդ վատ չի իհարկե, որովհետև բոլորս էլ անդադ կարող ենք մասնագիտություններ փոխել, նաև այս արագ փոփոխվող աշխարհի պահանջներից ելնելով։ Այո, համաձայն եմ միանշանակ։ Ես օրինակ գրաֆիկ դիզայներ եմ։ Օրինակ ես ինքս համասարից հետո էլ նույնիսկ աշխատաշուկա մտնելուց ինձ համար մի հատ այլ աշխարհ էր, որովհետև չգիտեի այնտեղ այնպես ինչ է նշանակում CV, ինչպես են դա լրացնում, ինչ է նշանակում հարցազրույց։ Շատ բաներ, որոնց միջով անցել եմ սովորելով, ուսումնասիրելով, կամավորություն անելով, բայց կարծում եմ այդ շատ կարևոր է, որովհետև մենք շատ վստահ չենք էլի, որ սովորողը ավարտելուց անմիջապես հետո կամ ընթացքում չի աշխատելու եւ գուցե պետքա հենց ընթացքում դպրոցի դասերի ընթացքում նաեւ այդ հմտությունները փոխանցել։ Ինձ թվում է ես կարող եմ դրանով որպես պլյուս համարեմ ստեղ սովորելը, որտեղ քոլեջում մենք ունեցել ենք դասընթաց մասնագիտական կամ հաղորդակցման համար, ունեցել ենք CV կազմելու ճիշտ CV օրինակներ, ինչպես պետքա կազմես, ոնց դիմես, cover letter գրելու օրինակներ եւ այլն, որ ավելի պատրաստված ենք էլի ոնց որ դրսի աշխարհին։ Բացի այդ ինչքանով ես կարող եմ այս հարցը մեկնաբանել, կրթահամալիրում շատ այդ հմտությունները տալիս են, որոնք հետագայում աշխատաշուկային պետք են։ Օրինակ նույն թիմային աշխատանքը, որը հաճախ տարբեր ձևերով նույն սարը բարձրանալիս, բարձունք հաղթահարելիս, կամ համատեղ ճամփորդություններ գնալիս, կամ թիմային նախագծային աշխատանքներ կատարելիս, մենք բոլորս այդ հմտությունն ենք մեզ մոտ զարգացնում։ Նախաձեռնողականությունը, որ յուրաքանչյուր սովորող այստեղ հնարավորություն ունի իր նախաձեռնողականությամբ հանդես գալ, նախագիծ առաջարկել, ոնց որ այս բaragայում դու ես, ու առաջ տանել, այսինքն խրախուսում ենք էլի։ Ու այլ շատ հմտություններ, որոնք այսօրվա աշխատաշուկային պետք են։ Նաև շատ հաճախ հանդիպումներ ենք, չէ՞, ունենում տարբեր կազմակերպություններից, որոնք օգնում են աշխատաշուկան ավելի լայն տեսնել, իրական։ Դու ինչ կասես որպես 8-րդ դասարանցի, իսկ ինչքանով է
քեզ համար աշխատաշուկան այս բային հասկանալի կամ ոնց ես պատկերացնում դու աշխատաշուկան։ Ես անկեղծ դա այդքան չեմ կողմնորոշվեի դեպի ինչ եմ ուզում անել, դեպի որ մասնագիտում ինչ ոլորտ եմ գնալու, բայց ինձ թվում է կրթամոլերի շատ մեծ օգնություն ունենա, շատ օգնել, որովհետև մենք նույն նախագծերով, տարբեր թեկուզ ճամփորդություններով եւ տարբեր հանդիպումներում, էլի, տարբեր հմտություններ։ Հա, տարբեր հմտություններ ենք ձեռք բերում, որոնք էլի պետք են գալու։ Իհարկե այսօրը հարաբերական հենց այսօր չի, այլ շատ տարիներ առաջ, բայց նամանավանդ այսօր, երբ որ կա նաև արհեստական բանականությունը, երբ բոլորը ցանկացած պահի կարող են ցանկացած տեղեկություն ստանալ, եւ մենք օրինակ ես ինքս շեշտը դնում եմ ավելի շատ հմտությունների ձևավորման վրա, որը կօգնի նույն այդ գիտելիքը օգտագործել կամ ձեռք բերել նորը, բայց ավելի հետաքրքիր ու գրագետ ձևով դա օգտագործել։ Համաձայն եմ, որովհետև հիմա հմտությունները շատ կարևոր են, որովհետև անգամ աշխատաշուկա մտնելուց առաջնայինը դիտարկում են մասնագետները, ովքեր կարան ունիվերսալ լինեն, այսինքն գիտեն օգտվել օրինակ արհեստական բանականությունից, կարող են իրանք մտածեն, ինչ որ էլի գործ են կարող անեն, իրանք ավելի առաջնային են դիտարկվում, քան մյուսները, ովքեր մի գծով են այդպես ու բացի ունիվերսալը նաև արագ կողմնորոշվող չէ, որովհետև իսկապես արագ է փոխվում աշխարհը, ու այսօրվա գործիքը, որով դու աշխատում ես, նույն գրաֆիկ դիզայնի դեպքում, վաղը կարող է այլ ինքը հետաքրքիր չլինի, եւ պետք է նոր անդադ սովորել։ Համաձայն եմ։ Իսկ մասնագիտություն չես կողմնորոշվում, ըստ քեզ ո՞ր նախնդիրը, այսինքն ինչ։ Չգիտեմ, երևի որ ամեն ինչ մոտ հեշտ է ստացվում։ Քիչ գոհ ամեն ինչ մոտ հեշտ է ստացվում եւ Լենց չեմ հասկանում, ինչս եմ ավելի լավ, ինչն է ինձ ավելի շատ դուր գալիս, ինչ կուզեմ ավելի շատ անել։ Ես սենց մի բան եմ նկատել ձեր սերունդի մեջ, իհարկե դուք կասեք այդպես է թե չէ, բայց ինչքանով ես հետևում եմ ձեզ, դուք ավելի ուզում եք ամեն ինչ ավելի արագ լինի, հաջողությունների ավելի արագ հասնեք, ձեր աշխատավարձը միանգամից բարձր լինի։ Կա այդպիսի բան ձեզ մոտ ինչ է կարծում։ Իմ մոտ ամենասկզբում նկատել եմ տենց բան, երբ որ նոր էի սենց ուզում գործ ընդունվեի, իմ աշխատավարձը պետքա բարձր լինի, քիչ աշխատեմ, բան։ Հետո մտա աշխատաշուկա։ Չէ, հետո արդեն գնալով հասկացա, որ ոչ մի բան ինձ միանգամից չի լինում։ Օրինակ հենվելով հենց իմ բլոգի վրա, կարամ ասեմ, որ ոչ մի բան միանգամից չի լինում, պետքա աշխատես ու հասնես այն ամենին, ինչին որ հասնում ես։ Դրա համար արդեն լավ գիտեմ ինչ է կատարվում։ Դու ինչ ես կարծում։ Ես այդ շտապով մարկանցից մեկն եմ իրականում։ Դե ընդհանրապես դառնա շտապով, բոլորը շտապում ենք անդադ, չգիտեմ որ։ Բայց այդտեղ հետաքրքիր է, որ օրինակ էլի անդադ ծերունների տարբերությունն է էլի բերում օրինակը։ Մենք անդադ չհասցնելու ինչ որ սինդրոմ ունենք, բայց ձեր մեջ մենք այդ չենք նկատում, որտեղ նույն քայլելիս կարող է դուք շատ դանդաղ, ոչ ձեզ հետաքրքիր է, որ մենք ինչ-որ տեղից կարող ուշանում ենք, ոչ ինչ-որ մի բան, հետաքրքիր է, էլի, բայց միևնույն ժամանակ դուք ուզում եք ամեն շատ արագ լինի, դուք այդքան համբերություն չունեք, որ ինչ-որ փուլեր անցնեք աստիճանաբար ու հասնեք այն բարձրագույն աստիճանին, որտեղ ձեզ ամենալավը կզգաք ու իսկապես պրոֆեսիոնալ կդառնաք։ Միանգամից ուզում եք քայլերում ասով ասեմ, ես էլ եմ միշտ ինչ-որ շտապում, միշտ ուշանում եմ ինչ-որ տեղից, այո, ես դեռ արագ եմ, չգիտեմ, հիմա սկսել եմ քիչ նկատել, որ մեր սերունդը դանդաղ է ինչ-որ քայլեր ձեռնարկում են, իրոք ուզում ենք արագ հասնենք ու փորձում ենք արագ աշխատենք, որ հասնենք այդ ամեն ինչին։ Ինձ թվում է կստացվի։ Հավատում։ Օրինակ կարամ դիզայնի օրինակ բերեմ, երբ որ Gen Z-ին նոր մտավ դիզայն ու սկսեց խաոսային դիզայններ անել, որ տարերը ինչ որ սետկայով դասավորած չեն, սա խառը, որ ինչ որ ասես դրածա, բոլորը ասում են, որ այդ դիզայնը вообще կյանք չունի,
Բայց հիմա բոլորը գնում են արդեն դրան, անգամ մեծ սերնդի ներկայացուցիչները գալիս են Gen Z-ի սարքած այդ սխեմային ու սկսում են դրանով աշխատել։ Հնարավոր է որ աշխատաշուկան նույնպես ադապտացվի տարագությանը ու հնարավոր լինի միանգամից հասնել դիեզերք։ Իսկ մենք ըստ էս նորարարությունների պակասում ենք աշխատաշուկայում։ Այո, իհարկե։ Նույն կարելի է օգտագործել արհեստական բանականության գործիքը, ինչ որ շատ տեղեր ավտոմատիզացնելու, որ ամեն ինչ ավելի արագանա, ավելի հարմար լինի օգտագործելու համար։ Չէ, կադրերի բաժնի օրինակ աշխատանքի հետ կարելի է օգտագործել արհեստական բանականություն, որը կդիտարկի մարդկանց CV-ները ավտոմատ պատասխան կուղարկի, եթե օրինակ մերժում են աշխատանքից, ինչի են մերժում։ Ինչպես վախենում որ արհեստական բանականություն շուտով գրաֆիկ դիզայնին է կհասնի։ Ոչ։ Ես կարամ հիմնավորել։ Այո։ Իհարկե որ հարցում։ Ուրեմն ինչքան գիտենք, մենք արհեստական բանականությունը աշխատում է բազայով, որը իրան տալիս են մարդիկ, հետեւաբար Բայց կարող է մի բան լինի, որ ինքը արդեն բոլոր բազաներին տիրապետի եւ այլևս դժվարություն չկա։ Կարա տիրապետի, բայց արհեստական բանականության առած դիզայնը ու մարդու առած դիզայնը եթե դնում ենք իրար կողք համեմատում ենք, արհեստական բանականությունը չի կարող այն ամբողջ միտքը դնի իր դիզայնի մեջ, ինչ որ ուզեցել է դնի նույն դիզայները։ Ինքը կարա վերցնի օրինակ ինչ որ մի հատ սխեմա, դու ասես SSS բաների մեջ փոխի իդեալական դիզայն լինի, բայց որպես դիզայնի գործիք իրան դες չես կարող շատ լավ դիտարկես, մաքսիմում կարաս ինչ որ դետալներ գեներացնես, օգտագործես որպես ասիստենտի ինչ որ research-ների համար, այդպես ավելի գործը արագացնելու համար, բայց դժվար կարող է փոխարինել։ Իսկ դու մասնագիտություն ընտրելիս այդ հանգամանքը դնելու ես կենտրոնում արհեստական բանականությունը քեզ փոխարինելու է որպես մասնագետ։ Ահա, իրականում շատ մասնագիտություն կա, որ ես բացառել եմ, որովհետև մտածում եմ, որ շուտով կարող է արհեստական բանականությունը փոխարինել։ Օրինակ, այո։ Որտեղ այո, մահացող մասնագիտություններ, բայց հետաքրքիր է որնը ըստ քեզ էլի։ Օրինակ գրաֆիկ դիզայն։ Ես 2 տարի գրաֆիկ դիզայն սովորել եմ։ Ու Ես կարամ մի հատ տենդենս ասեմ, արհեստական բանականությունը շատ արագ եկավ ասպարեզ, շատ արագ էլ գնալու է ասպարեզից։ Չի։ Ну, ինչ որ անսպասելի արագ գնալու է։ Ժամկետներ կարող ես նշել սովորական։ Ժամկետներ կնշեն իրանք։ Այդպես։ Իրանք։ Արհեստական բանականություններ։ Խնդրում եմ նշեք։ Ինձ թվում է իրանք Իսկ թվում է արհեստական բանականությունը շատ շուտով գնալու է մեր կյանքից, որովհետև ինչ որ ոնց որ խաղալիքների վերցում են, խաղում են, թողում են ու շատ ընկերություններ կան, ովքեր ամենասկզբում տենց արհեստական բանականությունը մտցրել են իրենց սխեմաների մեջ, որ աշխատելսով մենք արհեստական բանականությունով ենք աշխատում, հետո հրաժարվել են, ասել են մեզ պետք չէ արհեստական բանականություն։ Այնպես որ դժվար կարողանա փոխարինի դիզայնին։ Հետո Կա ուրիշ մասնագիտություն, որ մահացող է։ Մահացող։ Ուսում եմ ստեղծագործական Վերացող կարող է։ Մահացող մասնագիտություն։ արհեստական բանականությունը չի կարող փոխարինի գրողներին։ Չէ։ Ну, по крайней мере, հենց այս պահին չի կարող։ Դե կարող է տարիների ընթացքում։ Դե տարիների շրջանում ընթացքում մարդիկ էլ կփոխվեն ավելի զարգացած։ Տարիների ընթացքում ես միջը մասնագիտ, արդեն մասնագիտություն դրշամ։ Ես, կստացի կարամ ասեմ, որ արհեստական բանականությունը նոր մասնագիտություններ ա բերել աշխատաշուկա, նույն vibe coding-ը, ինքը արհեստական բանականության միջոցով կոդեր գրելու մասնագիտությունն է, որտեղ մարդիկ աշխատում են հիմնականում պրոմպտերի վրա ու իրանք պարտադիր չի իմանան ծրագրավորում։ Ես զբաղվել եմ մի քիչ դրանով, իրականում հնարավոր է շատ լավ գումար աշխատել դրանով, բայց թվում է ընկերություններ դժվար լինեն, որ կընդունեն vibe coder-ները հիմա Հայաստանում։ Արտասահմանում չեմ կարող ասում։ Իհարկե արհեստական բանականության թեման հետաքրքիր է, բայց վերադառնանք աշխատանքին։ Բայց աշխատանքի։ Ըստ քեզ սմբատ, որ նաև դպրոցը ավարտել ես, քոլեջ ես Պարագայում եւ դու որտեղ սովորում ես, օրինակ դպրոցը ինչ պետք է անի, որ դուք ավելի պատրաստ գնաք դեպի աշխատաշուկա։ Իսկը կամավորական աշխատանքներն է պետք շատ տոսնեմ։ Ես գիտեմ որ կան, նույնիսկ մասնակցած եմ կթամաների հետ։ Ինքը Digitech Expo-ի։ Բայց ես գիտեմ որ կամավորական աշխատանքները շատ լավ սկիլեր են տալիս։ Դե կամավորական աշխատանքը նաև աշխատանքային փորձ է համարվում։ Ինքնակենսագրականում ռեժիմը դրանք նաև շատ են տալիս։
Իմ պատկերացմամբ, այսքան փորձից ելնելով նաև, ինչքանով ուսումնասիրել եմ ձեզ, ավելի լավ է գնալ այն միջավայր, որտեղ դուք ենթադրում եք, որ շարունակելու եք ձեր կյանքը որպես աշխատող ու ծանոթանալ, որտեղ մենք երբեմն օրինակ ասում ենք իրավաբան, բայց դրա տակ չենք հասկանում ինչ է նշանակում իրավաբան, կամ նույն ասում ենք գրաֆիկ դիզայներ, բայց չենք հասկանում աշխատանքը իրանց ինչ է ենթադրում, ու կարող է հենց այդ կամավորություն անել տվյալ կազմակերպությունում, ոլորտի ինչ որ այո, internship-եր, փորձաշրջաններ անցնել, երբեմն ուղղակի կամավորություն անել, որտեղ փորձաշրջանը նաև որոշակի վարձատրություն է ենթադրում, չնայած կան նաև անվճար փորձաշրջաններ, բայց ամենայն դեպս գործատուի համար դա հավելյալ գլխացավանք է, կամավորությունը մի քիչ ավելի հեշտ է կազմակերպելը, որ կարելի է գնալ կամավորության ու այդպես հասկանալ արդյոք այդ մասնագիտությունը, որ դուք ընտրում եք, ինչքանով է ձեզ դուր գալիս եւ ինչքանով եք դուք այդտեղ ձեզ լավ զգանում։ Որտեւ գրաֆիկ դիզայնը նույն ենթադրենք ինքը գույները, չգիտեմ, ինչ որ ձևեր, ստեղծականություն, բայց դու անդադ պետքա նստած վիճակում լինես, չէ՞, համակարգչի դիմաց ու անդադ Այդ պատճառներից մեկն է, որ ես գրաֆիկ դիզայնի բացառացի։ Այնտեղ շատ հետաքրքիր տասկեր է լինում հենց պատվիրատուի կողմից, օրինակ սև գույնը ավելի սևացնես, սպիտակը ավելի սպիտակացնես, ու նման շատ բաներ։ Ու այդ կարող է ավելի օգնի, էլի, հենց մասնագիտական կողմնորոշման հարցը։ Դպրոցում սխալվելու համար երկուս ենք ստանում։ Իսկ աշխատանքում սխալվելը դա նորմալ է, թե էլի պատիժ։ Մենակ եթե հենց ինձ ես հարցնում, ուղղակի որպես մարդ, ես ձախողելու մշակույթը շատ եմ սիրում, ու սիրում եմ, երբ որ մարդիկ ավելի շատ խոսում են իրենց ձախողումների մասին, քան հաջողության մասին, որտեղ ձախողումներից սովորելու բանն ես, իսկ երբ որ դու քեզ թվում է բոլորը հաջողակ են, քեզ համար այդ ճանապարհը անցնելը ավելի դժվար է լինում։ Այնպես որ ես սխալվել սիրում եմ եւ սխալվող մարդկանց եմ սիրում։ Շարունակում ենք շարունակում ենք սովորել։ Իսկ երբ որ մենք անսխալական ենք, դա արդեն մի ուրիշ պատմություն է։ Ինձ մարդ չկա այս թվում, պրոստը ներկայացնում եմ։ Հա։ Մենք շատ լավն ենք։ Ես օրինակ կարամ պատմեմ իմ հիմիկվա համագործակցության մասին, որ համագործակցում եմ մի ընկերության հետ, ում որի տնօրենը ինձ ասել է, կարաս փորձես ամեն ինչ մեր էջի հետ անես, ամեն ինչ, քո սխալը մեր սխալն է, մեր սխալը քո սխալն է, մենք թիմ ենք, թիմային ենք աշխատում, ինձ շատ ա դուր գալիս, որովհետև կարաս սխալվես, բնականաբար, նենց մարդ չկա, որ չսխալվի, ու պատիժ չի։ Ինձ թվում է երկուսն էլ տենց մեծ պատիժ չի, ուղղակի գնա։ Եթե գործում ես, աշխատում ես, ուրեմն պետքա նաև սխալվես։ Այո, Վստահությունը չէ՞ կարևոր, քեզ լավ գործում քեզ վստահում է։ որ վստահում են, այդ շատ կարևոր է, որովհետև եթե չեն վստահում, չես ուզի աշխատես իրանց հետ։ Այդ շատ կարևոր է ոնց է սխալիդ հետ վարվում էլի, եթե դու ասում ես հա լավ սխալ է ու իրան ոչ մի ձևով չես վերլուծում ու ինքը դառնում է շարունակական, հա այդ ուրիշ բան է, բայց եթե դու իսկապես փորձել ես, բայց սխալ ես դուրս եկել, սովորում ես, այդ ձև ես փորձում, ինչ կա դրա մեջ։ Ես կարամ ասեմ, ինձ թվում է երկուսը դաժե ինչ որտեղ կարող լինի մոտիվացիայի աղբյուր։ Ես օրինակ իմ առաջի երկուսը ստացել եմ տնային աշխատանք չանելու համար, ու դրանից հետո չի եղել որ տնային աշխատանք չանեմ։ Ճիշտ ասած չանեմ, այո։ Դրանից հետո պատասխանը ճիշտ ասած։ Այո, չի եղել որ չանեմ, էլի, այո։ Ու դրանից հետո բոլոր տնային աշխատանքներս Պարտաջանա ճարել եմ, մինչև գիշերը 12-ը նստած եմ եղել, որ հանկարծ ոչ մի բան չտա։ Մաղթում եմ ձեզ գտնել մասնագիտություն, որտեղ ձեզ լավ կզգաք եւ որը կդառնա ձեր կյանքի մի մասնիկը, այլ ոչ թե ուղղակի գումար աշխատելու միջոց։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։